Փոքր արտադրող եմ, սուպերմարկետների հետ աշխատում եմ, գնալով օղակները խեղդելու շատ եմ դնում, այսինքն դեղյակ եք թե դեղյակ չեք, չգիտեմ, չեն վճարում, այդ չվճարելը մեր խնդիրը չէ, դիմում եմ նախարարություն, ասում են գնա դատարան, չեմ գնալու դատարան, 20 տարվա իմ գործընկերն է, բայց մեկը երբ ուզեք այդ ժամանակը վճարում, դա ինձ հուշում է, որ մեխանիզմը հետևողականության օրենքի գոյություն ունի, երկրորդը մուտքա վճար, 1 միլիոնից ավել չգիտեմ կրեդիտ, կոդ տանալու համար վճարում։ Ես եթե ուզում եմ արտահանել, ես հավատում եմ, որ պետք է իմ դեղական շուկայում կայանա, նոր մտածեմ արտահանման մասին։ Իսկ փոքր արտադրողին չեն թողնում, որ ինքը ներքի շուկայում ինքը հայտնվի առաջին սպասարկողի տեղը։ Ձեր քաղաքականությունը այդ ուղղությամբ իմ մասից չեմ խոսում եմ բոլոր ՀՄԾ-ների մասով։ Շնորհակալություն, այդպիսի բողոքներ առաջ ավելի շատ են գալիս եւ արդյունքում մենք օրենքի նախագիծ ընդունեցինք, որով բիզնեսները, սուպերմարկետները կամ մթերողները իրենց որ ապրանք են տրամադրում, պարտավորվում են մինչև 2 ամսում ուրեմն վճարել եւ այս վերջերս էլի նորից այդ հարցը բարձրացավ մի քանի հանդիպումներում եւ համառորեն ոչ մի գործարար ձեր նման չի ասում անունը, դուք ասիք դատարան չեմ դիմի 20 տարվա գործընկերն է, ինձ էլ անունը չէին տալիս, վերջը մի քանի տեղերից իմացա, որ սուպերմարկետի մասին էի, նվազագույնը այն ինչի մասին, ումից կարողացա իմացա, մեկ անուն էին տալիս, եւ ես այդ բիզնեսների տեղը դիմել եմ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողով, եւ հանձնաժողովի նախագահին ասել եմ, որ իմ դիմումի հիման վրա հարույց են հարուցել այս սուպերմարկետների ցանցի նկատմամբ։ Հիմա եթե դուք ասեք լինի անունը տակ, լինի այդ սուպերմարկետը, կարող եմ հաստատել, որ արդեն հարուցված է։ Եթե մեկ այլը լինի, ձեր տեղը ես կդիմեմ, բայց ուզում եմ ասեմ, մենք ես չեմ կարող օրենք ստեղծել, այսինքն եթե պայմանական էլի, օրինակ ոնց է, դուք պետք է ձեր իրավունքները կարողանաք պաշտպանել։ Դուք ինքներդ այդ մեխանիզմները կա, բայց լավ չեք ուզում պաշտպանել, գոնե ինձ ասեք։ Կարաքի մականջին ասեք, ես ձեր տեղը կդիմեմ, ՏՄՊՊ-ը։ 4 սուպերմարկետների ցանցում եք մեկին։ Դե ես չգիտեմ, բայց շատ կոնկրետ ընկերության անուններ էին տվել եւ մեկ ցանցի անուն, այդ ցանցի վրա հարուցել ենք մեր քաղաքականության չկա աջակցության որոշակի մոտեցում կամ արտոնյալ պայմաններ, սենց թենես այդ մեծերը մեծանալու են ձեր ասած, ու իրանք ոնց ուզեն տենց Այդտեղ բան պապան, գիտեք նաև խորհրդում, որ քննարկվել էր այդ հարցը, որ փոխվեց են պարենային ապրանքները 60 օր, բան, Ալինը շատ էլի կարգապահ բիզնեսներից է, որ իրականում հիմա ինքը հարցը, որ տալիս ավելի շատ իր բիզնեսի մասին չի, քան իր գործընկերների, բայց այդտեղ այդ 60 օր 90 օրը հասկացանք, բայց այդտեղ էլի պարոն վարչապետին որ նշեցի, վախեցնող մասը այն է, որ իրանք որպես մասնաբաժին այդ մանրածախ առևտրում արտակը որ ասում են գնալով շատանում են, այսինքն դուք բողոք գրեք, ասոցիացիան բողոք գրի, իրանք այդտեղ պետք է ինչ-որ արդեն իմ կարծիքով էլի, որտեղ համադրելի երկրների հետ իրանք նույնիսկ այսինքն նայում ենք, իրանք չափաբաժինը շատ մեծ է, իհարկե ամբողջ աշխարհում կան սուպերմարկետներ, ամբողջ աշխարհում այդ որ նշվեց մարդուն ավելի կոմֆորտնի է եւ այլն, բայց այդտեղ շուկայի մասնաբաժնի հարցն է, որ իրանք գնալով մեծանում են, ուտեղ մենք կախվածություն ենք ունենում, վաղը որը վտանգ է նաեւ հենց պետության համար։ Ես բան չասեցի, դրա համար հիմա երկու բան կա էլի, այդ ոնց է իրանք մեծացել են նաեւ այն պատճառով, որովհետեւ չգիտեմ 24 ժամվա կոմֆորտ է, հարմար է, չգիտեմ, էսա այն է, բայց պետությունը նես չի որ դիտողի այդ ամեն ինչ դες մնա, որովհետեւ եթե դրա համար ենք ասում, որ կարգավորումներ դրել ենք, կարգավորումների արդյունքում ինչ որ չափով խնդիրներ լուծվել է, ինչ որ չափով ոչ, բայց երբ որ իմ համար ամենապրոբլեմատիկը նա էր, որ մի 20 հոգի բողոքեց, հետո ես անուղղակի իմանում եմ
դալիճի խոսակցություններից, որ խոսքը գնացել է այսինչ սուպերմարկետի մասին։ Անուղակի այլ եղանակով դուրս եմ եկել այդ տնօրենների վրա, ասել եմ, չեմ ասում ձեր անունն է, այս ընկերության մասին եք խոսել, ասել են հա։ Դիմել եմ ՏՄՊՊՀ-ն հարուցել է, հետո նույն բացատրագիր տեսել եմ, ասում է, քանի որ չգիտեմ ինչ-որ 4 միլիարդ դրամի ես ինչ եմ ունեցել, չեմ կարողացել եւ այլ, ինչ որ է ասում։ Նկատի ունեմ ընթացք կա, բայց դուք էլ եթե պիտի մեզ ինչ-որ կերպ օգնեք, որովհետեւ եթե ես ուղիղ ասեմ իմ մամուլի քարտուղարը լսել էր, որ երկուսը ասել էին դե այս հիմա անունը չեմ ուզում տամ, ասել են այս ցանցն է։ Նկատի ունեմ ես այդտեղ եթե դուք մեզ օրինակ եթե մենք չենք գրել օրենքը, ասում եք օրենք գրեք, այդ ուրիշ բան է, եթե օրենքը գրել եք, ասում եք օրենքը չի պահվում, արդեն պիտի օգնեք մեզ, որ մենք գնանք արդյունավետ վարչարություն անենք։ Ես չեմ կարող երաշխավորել, որ երկրում օրինակ ինչ-որ մեկը պայմանական չի կարող հասարակական կարգը խախտել, այսինքն օրինակ մեկը գա այստեղ ու սկսի ամենակեղտոտ հայհոյանքները տալ, բայց երբ որ ես իմանամ դրա մասին ու որպես պետական իշխանություն ոչ մի բան չձեռնարկեմ, դա ուրիշ բան, բայց ինչ-որ մեկը որպես պետական իշխանություն պետք է ասի չէ դրա մասին, որ ես գնամ ինչ-որ բան ձեռնարկեմ։ Շատ փորձենք բան պապենք, խնդրեմ դուք էլ կարճ արձագանքեք, որտեղ շատերը նեղացել են, որ չհասցրեցին։ Մենք Շիրակի մարզին թույլ տվեցինք մի հատ լորից արտադրողի, մյուս արտադրող Սերգեյ եկեք առաջ, եկել Արմինե հաջորդը դուք։ Պարոն Բաբոյան, բարև ձեզ նորից մենք առիթ ունեցել ենք շփվելու որոշ ժամանակ առաջ։ Ինչպես ասեցի, ես ներկայացնում եմ ռազմարտունաբերության ոլորտի մի շարք ձեռնարկություններ, ձեռնարկություններ, որոնք որ Հայաստանում նաև զբաղվում են արտադրական պրոցեսներով, այսինքն արտադրություն են տալիս։ Հիմա հարցը հետևյալն է, հարց եւ առաջարկություն։ Տեսեք, օրինակ դուք խոսեցիք, ասեցիք, որ ներմուծման սարքերի, հումքերի, սարքավորումների ներմուծման մակսատուրքերը դուք ազատականացնում եք եւ այլն, չէ՞։ Բայց առաջարկությունս հետևյալն է, որ բոլոր այն արտադրողները ՓՄԾ-ներին է վերաբերվում, որոնք որ հումք սարքեր սարքավորումներ են ներմուծում, մեխանիկորեն լինեն ազատված մակսատուրքերի վճարումից։ Ինչու՞։ Որովհետև բյուրոկրատական գործընթացը, որը որտեղում է 2-3 ամիս եւ այլն, բավականին խոչընդոտներ է ստեղծում նման արտադրանքի հետ կապված։ Օրինակ բերեմ, կոնկրետ։ Մենք դիմել էինք ուրեմն զրահասաղավարտների արտադրության առումով, ստացել էինք աջակցություն, ազատեցինք 3-4 ամիս գործընթացից հետո մենք ստացանք այդ հնարավորությունը, բայց այդ ժամանակ մաքսատանը պահվող կևլարը եւ նմանատիպ նյութերը իրանք ժամանակի առումով սկսեցին վնասվել եւ փչանալ։ Ասածս ինչն է, միգուցե ավելի ճիշտ կլինի ստեղծեք մի հատ կարիդոր բոլոր այն կազմակերպությունների համար, ովքեր իսկապես հումք, սարքեր, սարքավորումներ ներմուծում, որպեսզի արտադրություն տան։ Գիտեք ինչի է երկար տևում ու ինչի չեն կարող անել, որովհետև այդ փողի 87%-ը օրինակ այլ երկրի է պատկանում, 7%-ը մեկ այլ ուրիշ երկրի է պատկանում եւ այսպես շարունակ։ Այսինքն այդ որ մաքսատուրքից ազատում ենք, դա ԵԱՏՄ-ում հատուկ կարգավիճակ եւ հատուկ պայման է ձեռք բերվել հատուկ դեպքերի համար։ Իսկ դա այդպեսի նես չէ, էլի որ դա գնացել ենք, բանակցել ենք, խոսել ենք, իրանք մի բան իրանք են ուզել, մի բան մենք ենք ուզել, տվել ենք, անընդհատ իրար հետ ցանկերով փոխվում են, ամեն կոպեկի հետևից գիտեք քանի հոգի է Ռուսաստանից, Ղազախստանից, Ղրղստանից, Բելարուսից գալիս։ Մենք էլ իրանց հարածների հետևից են գնում։ Դա չի որ նկատի ունեմ այդքան դա հեշտ չի, միանշանակ չի, այդպես չի ու 4 ամիս է տևել, որովհետև 4 ամիս ձեր տեղը ռուսների, ղազախների, բելարուսների, ղրղզների, մյուսների հետ խոսել, բանակցել ենք, որպեսզի դա տեղի ունենա։ Արմինեն հետո Արմինեն, այս շատ բան դեպք է փոքր բիզնեսի բան պակվան, որը նաև մեր համար շատ կարևոր է սննդի անվտանգության տեսանկյունից, կուզենամ խոսի։ Քիչ մոտ,
Կամարիս ընտանեկան ֆերմայի ներկայացուցիչ, հիմնադիր, զբաղվում եմ թռչնամսի հավկիթի արտադրությամբ, թռչնապահությամբ։ Այստեղ շատ հնչեցին, որ փոքրերը չեն ուզում ավելացած արժեքի հարկի դաշտ մտնել, մենք ինքնական մտել ենք ավելացած արժեքի հարկի դաշտ, որպեսզի ավելի քաղաքակիրթ կարողանանք սուպերմարկետներում վաճառենք, 6 տարի գոյատևել ենք, շատ խնդիրներ ինքնուրույն հաղթահարել ենք, երբևէ չենք դիմել ոչ մի կառույցի։ Անցած տարի սա տնից եկել են ստուգման, ինչը վերհանեց մի շարք համակարգային եւ օրենսդրական բացեր ու թերացումներ։ Ես մի քանի կարճ օրինակ բերեմ, եթե ոլորտը կհետաքրքրի ավելի խորացնելու, ավելի խորը քննարկման կարիք կլինի, սիրով պատրաստ եմ։ Մի օրինակ, ցանկացած մթերք արտադրող Հայաստանում մատակարարելիս խանութին պետք է ունենա սան անձնագիր, այսինքն հատուկ մեքենա, լվացվող բեռնախցիկով, անգամ եթե դու շշալցված ջուր ես արտադրում, որը արգղերով եւս մեկ լրացուցիչ փաթեթավորման առաքվում է խանութ։ Ի հակադրություն դրան, ջերմամշակված սնունդը ռեստորանի, ինչ որ հնդիկի ուսապարկում քաղաքի մի ծայրից մյուսը փոշու մեջ, առանց ոչ մի սան անձնագրի, առանց ոչ մի հիգիենիկ փաստաթղթի կարելի առաքվել։ Մեկ այլ օրինակ, հաստ համակարգը ինքը սննդի անվտանգության տեսանկյունից հրաշալի բան է բարձրացնում անվտանգությունը։ Ինչ ասում ՍԱՏՄ-ն, ինքը հասկանում ամբողջությամբ չի, այլ մի քանի սկզբունքներ ա, որ պետք է արտադրողը պահի։ Նախ տեսուչները իրանք էլ չեն հասկանում հասպի ինչա եւ ինչա իրանից ներկայացնում։ Եվ ՍԱՏՄ-ն ասում է արտադրողը կարա ինքը գրի իր համար, այսինքն ոչ թե բարձի ինչ որ թանկարժեք ծառայություն մատուցող, որ իր փոխարեն հասպ կազմեն, այլ ինքը բարի։ Հիմա ես այդ ոլորտում ունեմ սահմանափակիտելիք, պետք է ինտերնետից վերցնեմ ինչ որ ֆիկտիվ փաստաթուղթ ծարքեմ, տեսուչները գա չհասկանա, ասեմ հեսա իմ հասպը, ասի շատ լավ ունես, գալիչկան դնի գնա։ Սա չի նշանակում, որ մենք ունենք սննդի անվտանգություն, այլ ուղղակի ֆիկտիվ բաներ, հա, եւ այսօրվա մոտեցումը ՍԱՏՄ կառույցի, այնպիսին է կարծես զուտ պատժող մեխանիզմ լինի եւ ոչ թե սննդի անվտանգությունը ապահովող կառույց։ Համեմատության համար ասեմ, որ դրսի մի շարք զարգացած երկրներում փուլային մոտեցում, այսինքն նախ մի հատ խորհրդատվություն են անում, հետո նախազգուշացնում եւ եթե խախտումը կրկնվում է, նոր այդ դեպքում տուգանում։ Հայաստանում ես ինքս դիմել եմ գործունեություն սկսելուց առաջ ՍԱՏՄ-ը, սխալ ուղղորդում են տվես ՍԱՏՄ-ից, այսինքն այն կարգավորումները, որ ասում են ես պետք է անեմ, եւ ծախս եմ արել, եւ պարզվում է ինձ պետք չէր, ի հակադրություն այն բաները, որ պետք է անի, չեմ արել, վերելա տուգանքի։ Ու այդտեղ ես լրացնեմ ու կխնդրեմ Նիկան Մանուկովա նաև քանի սերտիֆիկատների մանարեցիք, այստեղ բան մենք առանձին կուղարկենք ձեզ նամակը նաև վերլուծություն ունենք։ Ես ուզում եի կոնտակտ, որովհետև մի հատ առանձին մեր մոտ էլ քննարկենք, հետո բերենք խորհրդում ենք քննարկենք այս հարցը։ Ուղիղ ձեզ կուղարկենք, խնդրեմ բանեք։ Շատ ուղիղ ասեմ, պատասխան չունեմ, պիտի կոնտակտները վերցնենք, պետք է խնդիրի խորհրդը։ Կարևոր երկու վերլուծություններն են կարել, որ օրինակ սննդի անվտանգության տեսչության ռիսկերի մեթոդաբանությունը որ կա, Արմինեն այդ օրինակ մոռացավ ասել, բայց օրինակ ներմուծվող հավի միսի նկատմամբ ավելի ոնց որ ասես թույլ ռիսկային ենք համարում իրեն, քան տեղում արտադրողի։ Այսինքն ստեղ էլի մեր հայկական ես այն օրը տեսա, որ դուք գնացել եք բանի տեղական նոր արտադրություն բան, մանավանդ այս թիվը նշեմ, որ ցավոք սրտի վերջին շրջանում այդ թիվը հասել է ավելի վատ ցուցանիշի, որ Հայաստանում 3 անգամ ավելի շատ ներմուծում ենք հավի միս, քան արտադրում ենք։ Այսինքն մենք 3 անգամ ավելի շատ ներմուծված հավիս ենք զբաղվում, ուտեղ ոնց որ բաներ է պետք, մենք այդ կներկայացնենք, բայց Նիկային ես կխնդրեի սերտիֆիկատների մասը քանի ասացիք, Նիկան էլ այդ ներկայացնեմ։ Հա, հարցից վերջացնեմ։ Օրինակ Հայաստանում տարիներ շարունակ հավկիթի ոլորտում ունեցել ենք գերարտադրություն, ոչ միայն 100% ինքնաբավություն, այլ արտահանել ենք Վրաստան, Պարսկաստան։ Այս տարի ու վերջի մի քանի տարին այնքան դեմպինգներ ենք ունեցել, որոնք տնտեսական մրցակցության հանձնաժողովը այդպես էլ չորակեց որպես դեմպինգ, որ ունենք թերարտադրություն հավկիթի ոլորտում, նույն Արզնու օրինակ հավկիթը մի հատ ինֆորմացիոն տեխնիկի խախտման պատճառով տասնյակ հազարավոր զուր շուկայից հանվել ոչնչացվել է եւ փոխարենը Ռուսաստանից հավկիթ ենք ներկրել Զատիկին ընդհանրապես, ինքը չգիտեմ, ոչ մի տրամաբանության մեջ իմ համար չի տեղադրվում։ Ձևական պահանջի պատճառով։ Մինչդեռ մենք կարող ենք հավկիթի ոլորտը օրինակ վերապրոֆիլավորել
աջակցել տեղական արտադրողին, որ թշնամասի արտադրություններ, ինքնաբավություններ բարձրացնեն։ Այս ոլորտում եթե ուզում եմ հասկանալ, որ իսկական ինչ-որ փոփոխություններ եկեք նամակը կուղարկեք, մենք արձագանք ենք, էլի, բոլոր նամակներին արձագանքում ենք։ Էկոնոմիկայի նախարարություն շատ ֆիկտիվ ու շատ կիսատ պատասխան եմ ստացել։ Մի հատ այդ նամակը պատասխանը ձեր, խնդրում եմ, ուղարկել Գևորգ Պապոյան շնիկ gov.am-ին։ Սերտիֆիկատներից քանի խոսեցինք։ Այո, ընդհանրապես որակի ենթակառուցվածքի հետ կապված պարոն Պապոյան, չնայած բազմաթիվ նախաձեռնություններ ունեցել են, ՓՄԶ խորհրդովել էր ինչ-որ աջակցության ծրագրերի հաստատում ունեցանք, բայց կիսատ է։ Ես ուզում եմ խնդրեմ, որ մենք առանձին քննարկում ունենանք ընդհանրապես սերտիֆիկացման ոլորտի, երկու բան ասեմ ու հետո անցնենք առաջ, էլի։ Առաջինը ի սկզբանե խորհրդատվությունը, որ պետության կողմից տրվում է սննդի, դեղորայքի արտադրության համար, ինքը լինում է կիսատ, ոչ պրոֆեսիոնալ, հետո արդեն գալիս են տուգանում են։ Այսինքն լիցենզավորումը չպիտի տեղի ունենա, եթե չի համապատասխանում օրենքի եւ միջազգային նորմատիվներին։ Հետո սերտիֆիկացումը։ Ինքը բաղկացած է 4 փուլից։ Ենթակառուցվածքի պատրաստում մոտավորապես 60% ծախսը այդտեղ է։ 20% խորհրդատվություն, հա, մեր գործընկերոջ բարձրացրած խորհրդատուի, փաստաթղթեր եւ այլն։ Կառավարման համակարգի սերտիֆիկացիա, որտեղ ՀԱՍՊ օրինակ կամ GMP-ն ինքը կառավարման համակարգը եւ հետո ապրանքի սերտիֆիկացիոն։ Մենք վերցրել ենք, հաստատել ենք օրենք, մենակ այն ուճուրիկ են 20%-ի 1.5 միլիոնի մինչև ֆինանսավորումն են անում, որի գումարը գնում է դուրս, որտեղ սերտիֆիկացիոն մարմինները միջազգային են, հարկը չի մնում երկրում։ Իսկ այն առաջի կտորը, որ ենթակառուցվածքն է, երկրորդ կտորը, որ խորհրդատվությունն է, երրորդ կտորը, որ ապրանքի սերտիֆիկացումն է, դա չենք ֆինանսավորում, այսինքն ստեղ մենք համակարգան եւ կոնստրուկտիվ, այո, բավականին շատ է, այդտեղ մենք խնդիր ունենք էլի միասին լուծելու, որ համակարգային լուծում ստանանք եւ երկրորդ հարցն է սերտիֆիկացման ոլորտում մենք ունենք ապրանքների պարտադիր սերտիֆիկացիա, թե ներմուծվող ապրանքների, թե արտահանման համար, ոչ լաբորատորիաներ համապատասխան ունենք լաբորատորիա սարքավորումը դրված է, ցելոֆանապատված է, չի էլ բացվել, բայց իր անալիզները մեր արտադրողների համար շատ կարեւոր է, որ կարողանա արտահանի։ Այսինքն որակի ենթակառուցվածքների հետ կապված քանի տարի բազմաթիվ առաջարկություններ արել ենք կկիսվեմ, այդտեղ մի հատ առանձին քննարկում անենք, հա։ Ես խնդրում եմ նորից ձեր դեպքում էլ էլի նամակը ուղիղ ինձ ուղարկեք Գևորգ Պապոյան շնիկ gov.am, որ ուղիղ ինձ գա եւ իմ վերահսկողության տակ լինի Քանի թեմաները ինձ հետաքրքիր էին եւ անկեղծ կնեմ ձեզ ուղարկված պատասխանները ինձ հետ չի քննարկվել նախորդին։ Խնդրում եմ ուղարկեք ինձ, ես անձնապես կզբաղվում երկու հարցերով։ Եվ քանի որ միկրոֆոնը ինձ հասավ, էլի ինձ թվում է ձեր համար շատ կարևոր թեմայի մասին ասեմ, արդյունաբերական ծառայություններ, արդյունաբերական գոտիներ, ազատտնտեսական գոտիներ, կլաստերներ։ Մեր ընկերությունը ղեկավարում է համաշխարհային ազատտնտեսական գոտիների կազմակերպության 64 երկրներ։ Մենք 64 երկրներում խորհրդատվություն ենք անում, զարգացնում ենք այդ գոտիները, մեր երկրում չենք կարող։ Այս մասով էլ մի հատ առանձին։ Իսկական ժամանակն է, որովհետև մենք մեր նախընտրական ծրագրում դրել ենք 2 արդյունաբերական կլաստեր եւ 1 արդյունաբերական քաղաք։ Աշոտյան, բայց սպասի Սերգեյ խոսը։ Ուրեմն միջև իմ հարցին անցնել եմ, ուզում հարկային քաղաքականության մասին խոսել։ Ինչ է այսօր կատարվում, տպավորությունը այնպեսին է, որ այն հարկային փոփոխությունները, որոնք պետք է հարկային մուտքեր ապահովեն, շուտապույտ, առանց ազդեցության գնահատականի, առանց մասնագետների քննարկելու, առանց ոլորտի ներկայացուցիչների քննարկելու, իսկ եթե երբեմն լինեն քննարկումները, դրանք հիմնականում ձևական բնույթ են կրում։ Օրենքներն ընդունվում են, հետո դա կապված փոփոխություններ են։ Վերջին օրինակը առողջապահության ապահովության հետ կապված, անաձեռնարկատերի համար բեռ ավելացավ, անհասկանալի հաշվարկներով, տրամաբանությամբ, իսկ արդեն հակառակ կողմում, որ պետք է իր շարք տեսվարողի իրականացի փոփոխություններ, տաղալները ծծկվում են։ Օրինակ ՀԴՄ-ներից ավելացված արժեքի հարկի հաշվարկությունների հարցը, որ հենց ձեր հետ քննարկել ենք, ինքս մի քանի անգամ, մի քանի տարի բարձրացնում եմ, նորմալ սկսել այդ հարցի շուրջ քննարկումները տեղի ունենան։ Մինչդեռ մինչև 2025 թվականի համար միայն 3.3 միլիարդ մենք վնաս ենք հասել տնտեսվարողներին։ Հիմա ինչ կապված է հաշվապահական իրավաբանական ոլորտների մասով։ Տեսեք, 2025 թվականի հունվարի 1-ից մեր 5%-ը արդեն մեզ մոտ
որքան այդ փաստաթղթավորում իրականացնենք դեռ ավելանալու են միևնույնն է, ավելացավ, դրա հետ հարմարվել ենք, բայց շատ կարճ ժամանակահատվածում եւս փոփոխություն կատարվեց, պարտադրվեց ավելացած արժեքի հարկի դաշտում աշխատել։ Մեր հնչեցրած հիմնավորումները, մտահոգությունները բոլորը անտեսվեցին, ոչ մի կոմպրոմիսի չգնացի, նույնիսկ առաջարկեցինք տարբերակված ավելացած արժեքի հարկի գաղափար իրականացնենք։ Չարեցիք եւ մի տարի հետո կարող ենք այսօր ֆիքսել, դուք քիչ առաջ նշում եք, պարոն Պողոսյան, որ այդքան էլ իրավաբանական հաշվապահական ոլորտներում բեռը չի ավելացել, միգուցե միջին վիճակագրականով 40% չի ավելացել, բայց օրինակ Անատ ձեռնարկատեր Սերգեյ Խաշատրյանի մոտ 5%-ից այսօր 40% հարկ են վճարում։ Կարող եք իմ կոդերը տրամադրել, դուք ինքներդ դիտարկեք։ Իսկ ինչի է ձեր մոտ վիճակագրական տվյալները այդպեսին, որովհետև ցուցանիշները, որ նայում ենք, իրավաբանական ոլորտները շուրջ 60%-ի անկում է կատարել իրանց շրջանառությունը։ Հաշվապահական ոլորտներում նույնպես անկում է կատարել, իսկ այդ անկումը շրջանառության թեր հայտարարագրումն է, ինչի արդյունքում մենք հայտնվել ենք անմրցունակ իրավիճակում, այսինքն մենք պահպանում ենք մեր շրջանառությունը, որոշներ անցել են ստվերի դաշտ, ձեր մոտ ցուցանիշներ ներվում են, որ իրենց մոտ միջին հարկը չի բարձրացել, բայց ամենևին այդպես չէ։ Հիմա հաշվի առնելով այս ամենը, դուք ինքներդ գրեցուցում կատարելով, ընդ որում ես ինքս պետքին առաջարկել եմ գործիքակազմ իրականացնել, ստվերից բացահայտել եւ բերել օրինականության դաշտ, ոչ մի գործողություններ չեն կատարվել։ Հարցը այդ տվյալն է, որ ազդեցության գնահատում, տարբերակված ավելացած արժեքի հարկ կամ հետ, որովհետև մենք անհավասար իրավիճակում ենք։ Դուք բան պահպան, անընդհատ ասում եք հարկայինը իմը չի, բայց առանց էկոնոմիկայի նախարարության ես անկեղծ եմ ասում, էլի 2012 թվականից ՀՄԾ ասում այսպես ասած դարդերով փորձում եմ ապրել ու աշխատել, բայց էկոնոմիկայի նախարարությունը երբ որ մենակ է թողում ՀՄԶ-ին ասում է հարկային իմը չի։ Այդ նշանակում է հարկայինը բանա, միայն ֆինանսներին է, իսկ դա պարոն Պողոսյանը գիտի, իրան անձնապես նկատի չունեմ փոխադարձ արգանքա, բայց ֆինանսական մտածելակերպը միշտ բերում է նրան, հիմա Սերգեյ ասում եք գնացել են ստվեր, ասենք դա էլի այն պարզ բանն է, գիտեք դուք էլ ինքներդ էլ մասնագետ եք, ասենք հարկային բեռի անկրելի աստիճան կա, որը նույնպես սենց արդյունք։ Ընդ որում այն մյուսներ, որ հիմա տիկին Կարինեն ասեց փակվում են, բացվում են, իհարկե այնտեղ հիմա ԱԶ-ների քանակ ունենք, պարոն Պողոսյանի վիճակագրության մեջ էլ մեր մոտ էլ բան։ Չէ, բայց ունենք աճ, ասենք 3000 տնտեսավարող փակ, բայց դա չի նշանակում, որ այդ նույն տնտեսվարողը չի բացել, էլի նույն բանն է, այսինքն հիմա են 24 միլիոնի տակ են տեղավորվում, որ այդ ապրանքային գույքագրումները չարվի եւ այլն։ Հիմա հասարակության դրանք բայց թող արձագանքի էլի Սերգեյ։ Ստվերի դաշնությունները միջացել է ապես Սերգեյ ջան, թող արձագանքի մյուսներն են հարց ուզում տան։ Պարոն Խաչատրյան, շնորհակալություն, միանգամից իրականում մի քանի շերտերի անդրադարձեք, փորձեմ շատ կարճ պատասխանել, հետո եթե հնարավորություն կլինի, ինչ ֆորմատով էլ կարող շարունակել քննարկումը։ Նախ ես սա միակ ոլորտն էր, ծառայությունների ոլորտը, որ ասացի, որ ունեցել ենք հարկային բեռի աճ, հատկապես այն դեպքում, երբ որ գործ ունենք անհատ մասնագետների հետ, որոնք հաճախ աշխատում են տնից, տարածքի վարձակալության ծախս չունեն, աշխատողի ծախս չունեն, այսինքն ծախսագրումներ չունեն, դեպետագրումներ չունեն, բայց անգամ այս դեպքում մաթեմատիկորեն անգամ չի կարող ստացվել 40% հարկ, մասնագետեք, ենթադրում կկիսեք այս տեսակետը։ Երկու մենաշրջանառության պարագայում 1 միլիոն գրեթե գործում։ Եկեք իրար դիտարկենք։ Իմ անաձեռնարկատիրոջ հարկերը դիտարկենք։ Պարզ հաշվարկը 23% շատ հարկ։ Ազատ շփումով կանեք էլի։ Ուղղակի որ ծվերը միանշանակ այսպես չէ, էլի։ Նայեք, նայած ինչի հետ ենք համատում։ Իմ անձնական կարծիքով ներ մասնագիտական ծառայությունները ի սկզբանե չպետք է լինեին հարկման ընդհանուր համակարգերում, որովհետև հարկման ընդհանուր համակարգերի փիլիսոփայությունն ու նպատակը այդպես են ենթադրում, որ այս միջավայրում պետք է լինեն պարզունակ, մասնագիտական հենք չունեցող եւ փոքր ավելացված արժեք ստեղծող գործունեության տեսակները։ Մինչդեռ մենք ինչ ենք արել, այն գլխից ենք սխալարել 15-20 տարի, երբ որ մասնագիտական ծառայությունները տարել տեղավորել ենք այս դաշտում։ Հիմա ինչու՞ չեք հիշում նախորդ ժամանակահատվածը, երբ որ դուք տարիներ շարունակ վճարել եք 5%, բայց նույն ձեր գործունեությամբ զբաղվող ավելացված արժեքի հարկի համակարգում գործողները վճարել են 4-4.5 անգամ ավելի բարձր։ Արդյոք սա արդար էր։ Չէ՞ որ նրանք էլ են այդ հարցը բարձրացնում, ասում են մենք ինստիտուցիոնալ կարողություններ ենք կուտակել, գիտելիք ենք կուտակել, միջազգային կոնֆերանսների ենք մասնակցում, մեր աշխատողների կրթության վրա գումար ենք ծախսում եւ այլն, մենք վճարում ենք 20-25%, բայց
Ձեր ասած ոլորտներում հաշվապահության ու աուդիտի ոլորտում, բայց ավելացված արժեքի հայ վճարող համարվողները նախորդին, մինչև 25 թվականի հուլիսի 1-ը։ Ասում են, ինչու պետք է մենք 5 անգամ ավելի շատ վճարենք, երբ որ ինչու թույլ տվել, որ փոքրերը մեզ հետ, ընդ որում կասկածելի է, իրապես փոքրեր են, թե շրջանառության ծավալները թեր հայտարարելով են ներկայանում որպես փոքրեր, ինչու է թույլ տվել 5 անգամ պակաս արժեք վճարել։ Այս հարցի պատասխանը դուք ունեք։ Բայց եկեք չբանավիճենք պարոն Պողոսյանի հետ։ Բայց այդ իր ննչեցրած հարցին պարոն Պողոսյան, ես ավելացնեմ, որտեղ Վանաձորից Վլադիմիր էր ասում, ու ինձ թվում է այդ հարցը սոցիալական ցանցերում էլ է շատ գնում, Սերգեյը իր խոսքում ասաց, այդ անհատ ձեռնարկատերերի այդ ապահովագրավճարների միանվագ է 129,000, այդ ասել այդ բողոքները ձեզ դիտարկվում է, որ նույնիսկ վարչապետին են նամակագրել եւ վարչապետը հասցեագրել է, այսինքն վարչապետության նախարար տեղյակ է, որ ինչքան գիտեմ, այդ նախագիծ է պատրաստվել, որ կամ մասամբ վճարվի, կամ անարգել, ասա Աշոտ։ Աշոտը Իրակի մարզ ես զբաղվում եմ, երբ որ միկրոպի առևտրի մեջ, երբ որ միկրոձեռնարկությունից անցնում են դեպի արդեն պարզեցված հարկ եւ անվանացանկերի այդ ցուցակապան է, ԱՏԿ կոդերի եւ բաների ավտոմատացման այդ գործողության։ Ուրեմն տեսեք, նախ առաջի դիտարկումը, որ համատարած չեն տալիս ՀԴՄ-ներ, ես համաձայն չեմ, որովհետև ես անձամբ եմ գնացել, ասենք, ծրագրային միջամտությունների միջից 100%-ով անջատել եմ, որ ինքը ՀԴՄ-ն 100% տա։ Լրիվ անջատել եմ, այդ հնարավորությունը բացառել եմ։ Մարդիկ տուգանվում են։ Մարդիկ տուգանվում են արդեն տեխնիկական պատճառների համար։ Հիմա կանք այդ տեխնիկական պատճառներից QR-ները, այս տարածված ԵՄԱՐԿ-ի QR-ները։ Ուրեմն տեսեք, այստեղ գալիս է, ասենք, մի հատ շոկոլադ։ Այդ շոկոլադը պիտի QR չունենար, չգիտեմ ինչու ունեցել է, որովհետև իրան տրված է եղել սխալ ԱՏԿ կոդ։ Ներմուծված ինը։ Կապ չունի։ Հիմա հարց, ով է վերահսկում ԵՄԱՐԿ-ը, ով է վերահսկում այդ սերտիֆիկատ տվող կազմակերպությունները, թե ՊԵԿ-ի ներկայացուցիչ է, թե ինչ է, որպեսզի իրանք, ասենք, այս առարկը Ռաֆայելը, որը պիտի QR չունենա, Ռաֆայելը ինքը Ասեք։ Հա, ինքը ստացել է QR, եւ այս QR-ի ինչ-որ պատճառներով, ասենք, սխալ ԱԴԿ-ով QR ստանալու պատճառով, ինքը, ասենք, ինչ-որ մի հատ խանութ ընկել է բանի տակ ու տեղ տուգանվել է։ Ով է վերահսկում այդ կազմակերպությունը։ Իրականում ես էլի լրացնեմ Աշոտին, պարոն Պապյան, ինքը տենց հարցը մի հատ հիմա դրվագային ասում, բայց էլի մենք Քյավառից ուր այստեղ բանի պարզով Արայիկիններ, չէ, որ էլի ԱՏԿ կոդի համար ինքը տեղ տրամաբանությունը մանավանդ փոքրերի, էլի հիմա էլի ֆինանսիստները կասեն բան պրոբլեմա, բայց ըստ էության ինքը չի խաբել պետության, չեկը խփել, հա, բայց այդ ԱՏԿ կոդը բան, Իրանն այդ գիտեք, ՀԴՄ տուգանքին հավասարեցված տուգանք է, ու այդ նույն խնդիրը Քյավառի հետ մեր հիմա բողոքարկել է, բայց բացի Աշոտի ասածը, որ տեղ վերահսկողության հարցն է, ինքը բարձրացնում ավելի շատ, ես նկատում կա, որ ձևական պահանջի նույն տուգանքն են կիրառում, ինչ ըստ էության պետությանը չի խաբել, էլի։ Շատ լավ, հիմա երևի դա ինչն է լավ, ինչն է վատ։ Լավն է նա, որ այս առումով թեմայի պատասխանատուն ՊԵԿ-ն է, այս ՊԵԿ-ը ունի գանգատարկման հանձնաժողով, եթե իրոք ինքը շատ տեխնիկական հարց է, ես կարծում եմ, որ հանձնաժողովը ձեր օգտին որոշում կայացնի։ Եթե ինքը տեխնիկական չի եւ խորքային տակը ռիսկերով պրոբլեմատիկ բան է, ես կարծում եմ, որ համապատասխան հիմնավորումով ձեզ կմերժեն։ Բայց ես մի բան գիտեմ, որ այդ համակարգ, որ ինչ-որ մի բան մտնում է, արդեն այդ նշանակում է ամբողջական, պետք է այդ ամբողջ շարքը մտնի, այսինքն նույնիսկ պատահական, եթե ինքը մտնում է, վերադարձի բան չկա, հնարավորություն չկա, ենթադրում կարող է նաև այդպիսի հարց է, բայց ամեն դեպքում մի հատ մենք ՊԵԿ-ի հետ խոսենք, հասկանանք ինչ հարց է, եթե ինքը տեխնիկական հարց է եւ օրինակ այնպիսին է, որ ձեզ աջակցելու են, միգուցե միանգամից կարգավորումը այնպես տակ, որ բոլոր այդ դեպքերի համար նման խնդիր չլինի։ Շատ է, Շանթի Խանկիկյան որպես հաղթադրող ոստացողի Այս մասնավոր քննարկումների դաշտից մի քիչ տեղափոխենք ավելի կոնցեպտուալ, այսպես քաղաքական ընդդրությունների հետ կապված որպես քաղաքական ուժի ուզում եմ հասկանամ, այդպես էլի սպաստ չդարձավ, որպես քաղաքական ուժ ձեր տնտեսական կոնցեպտի մեջ ներառել եք աջակցման կառույց, որպես այդպիսի մարզային կառույցի ստեղծումը։
կներեք ես իմ դեպքը ասել, ես ՓՄԶ-ակը շատ շարակվեց այստեղ, ես իմ օրինակը բերեմ, ես ՓՄԶ-ակի Շիրակի մասնաճյուղի տնօրենն եմ աշխատել երկար տարիներ։ 20 թվականին մենակ ես գեներացրել եմ 60 ստարտափ բիզնես, ֆինանսավորել եմ 200 միլիոն մոտավորապես եմ ասում թվերա, 200 միլիոն դրամի չափով։ Վերադարձերությունը եղել է մոտավորապես 90-ից ավել տոկոս։ Ես ուզում եմ հասկանամ, այդ որտեղ եմ ես թերացել, ՓՄԶ-ակը որտեղ է ինչ-որ բաներին չի արել, որ այսքան քննարկումներից հետո այդ կառույցը հավասարեցնում են մի տեսակ հողին, էլի։ Ես ուզում եմ հասկանամ, այդքան բանից հետո հիմա կա կառույց, այս ինչ-որ այստեղ քննարկվում է, այս ամեն ինչը միշտ քննարկվել է մեր մոտ, եւ այդ ամեն ինչը ներկայացրել ենք նախարարին, անձամբ։ Ասենք պետք չի եկել, որ ամեն անգամ նախարարը կա, նստի, ասենք գործարարներին լսի, այդ ամեն ինչը մենք ենք արել։ Մենք արել ենք գործ, ասենք անգամ հետազոտություն ենք արել ամբողջ մարզում։ Մենք գիտեցել ենք գյուղում ինչքան հավ կա, ինչքան ծույլ է ածում այդ խավը։ Այդպիսի ինֆորմացիա ենք հավաքել մենք։ Ես զարմանում եմ, որ թերագնահատում են այդ կառույցի գործունեությունը, այլ բան է, ես չգիտեմ, այն ժամանակ, որ ես գիշերը ժամի 12-ին գնում էի տուն, բիզնես պլաններ էի մշակում մասնակիցների հետ, ստանում էի 200,000 դրամ աշխատավարձ։ Իսկ տնօրենը Երևանում նստած նախարարության 3 միլիոն միլիոնից ավել աշխատավարձ էր ստանում եւ ինքը ասում էր պետք է փակենք կառույցը, վերջի տնօրենի մասին եմ ասում ես։ Ինչի համար եք փակում, ասում եք գումար չկա բյուջեում։ Ասում եմ ես կարամ ապացուցեմ, որ ես իմ փողը ես աշխատում եմ, ես 200 միլիոն վարկ եմ տվել, դրա 4%-ը ՓՄԶ-ակինն է։ Ինչ փող պետք է տաք, ինչ որ չեք կարող տաք։ Մենակով եմ արել, ազատել եմ բոլոր աշխատողներին, մնացել եմ մենակ ես։ Ես ինքս միջազգային սերտիֆիկացված բիզնես տրեյներ եմ Ճապոնիայում, Գերմանիայում եւ այլն։ Վերապատրաստված։ Ուզում հասկանամ, ո՞նց է պլատֆորմում տնտեսական այդ կառույցի վերագործարկումը կամ չգիտեմ։ Ուրիշ բան ա գրած։ Գրված է հետեւյալը, որ արդեն ձևակերպեց այսօր, որ ցանկանում ենք ստեղծել եւ կստեղծենք այնպիսի մարմին, որտեղ որոշումները բացարձակապես կամ հիմնականում կամ մեծամասամբ օրինակ որոշումների 80+%-ը մասնավորը կկայացնի, բայց ֆինանսավորման 80%-ը օրինակ կկայացնի պետությունը։ Ինչի համար է սա, որովհետև ես այս բանաձևը մեկ օրինակով բերեմ, թե ինքը ինչքան լավ աշխատող բանաձև է։ Մենք անցած տարի 24 թիվ եւ 25 թիվ երկու անգամ նույն միջոցառման մասին եմ խոսում, Դուբայում մասնակցել ենք էքսպոյի։ Մի անգամ 100% պետությունն է տվել, մի անգամ 80% մենք։ Այդ 100%-ի ժամանակ եկել են երկու անգամ շատ մասնակից, կնքվել է կամ համարյա պայմանագիր չի կնքվել։ Որովհետև ոչ մի աշխատողի ընդհանրապես պիտի կար Դուբայում հանգստանալ, հետ ձեռի հետ էլ եկել է մեր մի քանի ապրանքադրել, գնում եմ տեսնում, ասում եմ ստեղով է, դե ասում են առավոտ եկավ գնաց։ Ստեղով է, չի եկել ընդհանրապես։ Ստեղով է, ասում են դե գնաց կգա հեսա 6 ժամից։ Այս տարի երբ որ ամեն մեկը մի քանի $1000 փող էր ծախսել, 1000, 2000 եւ այլն, այդպես զգաստ կանգնած էր, աշխատողն էր կանգնած, ոչ թե եկել էր օրինակ տիրոջ աղջիկը, այլ եկել էր վաճառքի բաժնից մեկը։ Զգաստ կանգնած էր ու պիտի գնա հաշվետվություն տար այդ նույն տիրոջը։ Ուրեմն ասեմ, այս գաղափարն անում է կայանում, որ հասկացանք բանը, IT-ին այնտեղ ավելի լավ է գործերը, ընկերությունները ավելի մեծ են, իրանք կարող են 50-50 անել։ ՓՄԶ-ն հատկապես գերփոքրը այդ հնարավորություն չունի, բայց գոնե 20% կարան դնենք։ Ինչի համար, դա ոչ թե նրա համար, որ դու 20% մեր բեռը մեր վրայից վերցնեք, այլ այն, որտեղ որ դու 20% դնում եք, դուք շատ ավելի շահագրգռված եք կառավարմանը մասնակցել, որոշումներին մասնակցել եւ այսպես շարունակ, այսինքն իմաստը այն է, որ ոչ թե դուք 20% փող ծախսեք եւ 20% բեռը պակասեցնեք, այլ 20% ծախսելով դուք 80% որոշումներում ջանք դնեք։ Որպեսզի այդ որոշումները ձեր համայնքի, ձեր համքարության շահերը ավելի լավ սպասարկեն։
Մոտեցման տարբերությունը, այսինքն այդ մենք ուղղակի չեմ ուզում էլի ասեմ սա վատն է, սա լավն է։ Համակարգ ենք ուզում ստեղծենք, որը կարող ուրիշ անուն ունենա, կամ նույն անունն էլ ունենա, բայց փիլիսոփայությունը փոխվի։ Ես Շանթ Խնիկյանն եմ, Խնիկյան Էլեկտրոնիքսի դնորեն, ում գազམ་ագործությունը զբաղվում է էլեկտրոնային սարքավորումների արտադրությամբ։ Ուրեմն հիմա ուզում եմ երկու առաջարկություն կամ խնդիր ներկայացնել, քիչ առաջարկություն առնել։ Շատ ուրախ եմ, որ անդրադարձակ արդյունաբերական ոլորտի հետաքրքրվում եք եւ ուզում եք նորություններ ավելի դյուրացնել։ Բայց իմ փորձից հիմա նկատելով, որ ես իմ արտադրությունը բերել եմ Սիրիայից, բերել եմ Հայաստան 14 տարի արդեն գործել եմ Հայաստանում։ Հիմա եթե Սուրիայի օրինակը վերցնենք, ինքը արդյունաբերությունը, արտադրությունը ուներ հատուկ իր ղարքավիճակը, մյուս բիզնեսների նման չէր դիտարկում։ Իր հարկային տեսանկյունից շատ բաներից ազատված էր եւ ուներ իր թույլտվությունները։ Նկատելով, որ արդյունաբերությունը երկրի միան օգուտակն է։ Մենք էլ եթե նույն օրինակը ինչի չենք գործադրում Հայաստանում, որ խոսքի ես հիմա եկան երթրում ուզում եմ անել, գործ անել Հայաստանի մեջ, հաստատ արդյունաբերության մեջ չեմ անել։ Քանի որ նույն հավասար պայմաններն են, ինչ որ արևտուրը։ Կգնամ արևտուր, մի ամսից երկու ամսից իմ փողի շրջանառությունը կապահովեմ, կանցնե գնամ սպասեմ սերտիֆիկատ, չգիտեմ ինչ, ստանոքներ ներմուծեմ, սկսեմ արտադրություն եւ նոր փորձեմ մրցել արևդրական, որ դրսից բերումը, որ այդ երկրում արդեն արդյունաբերությունը կորցում է հատուկ պայմաններով։ Direkt Չինաստանում, ես Չինաստանի հասկացանք մյուս հարցը, երկրորդ հարցը նախարարությունում մի հատ խումբ ստեղծվի, որ դարբեր ոլորտի մասնակիցները բաղկացած, արդյունաբերական դարբեր ոլորտի, որպես խորհրդատու, որպես խորհուրդ, երբ որ մի ծրագիր պիտի մշակեք, մի բան կանեք, այդ խումբի գարցիկը առնեք, որ օգնեն ցես ճիշտ պլանը կարգավորել։ Քանի ինչ է ստացվում, մի հատ որոշում առնում, հա, դրման շրջանառության մեջ մի քանի բիզնես, մի քանի անց գդուժի այդ սխալների պատճառով, իդ գվերամշակվի, որ ավելի ճիշտ դարբերակ վերադառնալու։ Դրա համար ես ցավալի մի հատ խումբ կազմում։ Ավելի լավ մտածենք նոր ընդունել։ Ավելի լավ մտածենք, ասենք գազམ-արդյունաբերական սնունդ, չգիտեմ ներկայացուցիչներ, այդ մարդոց հետ որոշում են։ Տեսեք, հիմա ինչ որ դուք ասում եք, մենք անում ենք, բայց մենք կարծում ենք, որ ավելի ճիշտ ու արդյունավետ ենք անում, քան դուք առաջարկում եք։ Պայմանական։ Դուք ասում եք, օրինակ շահութարկը երկրում X% է, թող առևտրի համար մնա X, ենթադրենք արդյունաբերողի համար լինի X բաժանած 2։ Հիմա մենք առաջարկում ենք ուրիշ բան։ Մենք ասում ենք, թող առևտրի համար լինի X, մշակող արդյունաբերության համար լինի X, բայց մշակող արդյունաբերությունը ունենա բազմաթիվ լիքը ու հասցեական օգնություն, որի արդյունքում կոնկրետ արդյունաբերողը շատ ավելի շատ եկամուտ է ստանում, շատ ավելի շատ օգուտ է ստանում, քան թե եթե ինքը վճարեր X հարկը։ Կոնկրետ օրինակով ասեմ։ Մենք հիմա որն է ավելի լավ։ Շահութարկը օրինակ լինի 2 անգամ պակաս քան այսօր, բայց դրա փոխարեն ձեր վարկի տոկոսները մենք չսուբսիդավորեինք, թե վարկի տոկոսը սուբսիդավորենք։ Հիմա տեսեք տարբերությունը որն է։ Եթե մենք շահութարկը ասում ենք բոլորի համար լինի կես, բոլորի համար լինում է կես։ Եվ արդյունավետի համար էլ լինում կես, անարդյունավետի համար էլ լինում կես, արտադրողականի համար էլ լինում կես, ոչ արտադրողականի համար էլ լինում կես, բայց երբ որ ես ասում եմ, որ արտասարք օրինակ ներմուծողի եւ արտադրողականության վրա ծախսանողին տոկոս սուբսիդավորում եմ, դա նշանակում է, որ ես որոշ արտադրողների օգուտ չեմ տալի, որովհետև իրանք ներդրում չեն անում արտադրողականության վրա, բայց այն ում որ օգուտ եմ տալիս,
2, 3, 4, 5 անգամ ավելի շատ է, քան այն շահութահարկի օգուտը, որ ինքը կստանար։ Կարճ ասած, ոչ թե այստեղ արտադրողները օրինակ նստած են, կամ մի մասը արտադրողը, կարճ ասած ոչ թե ասում են, որ 10 արտադրողով ոչ թե 1000 դրամ շահութահարկ են տալու էլ 500, այլ ասում եմ նրանք, ովքեր մրցունակ են, բոլորս տալիս են 1000, բայց նրանք, ովքեր մրցունակ են, արտադրողական են, աշխատատեղ են ստացում, այս են անում, հետն էլ ստանալու են 2000 դրամ հետ։ Եվ դա շատ ավելի արդյունավետ է փիլիսոփայության տեսակետից, քան ձեր բերած Սիրիայի օրինակը։ Այսինքն ձեր ասած օրինակը նշի, որ չեք մտածել։ Բոլոր առումներով նայում ենք, տեսնում ենք, որ դա ավելի արդյունավետ է, որովհետև ավելի լավ է կենտրոնանաս հեռանկար ունեցողների վրա եւ դրանք ուժեղացնես, քան թե բոլորին մի արշինով։ Երբ որ բոլորին մի արշինով եք նայում, այն հեռանկարը ունեցողները դուժում են իրականում։ Ձեզ ասել շատ ունելի այդ լիզինգի բանը շատ հասկանալի է, ասենք այդ ստանոքը ցերկ բերեցի լիզինգով, այդ ստանոքի արտադրանք ես ոնց դիրացեմ, եթե մրցունակ չեմ։ Հիմա ասեմ ոնց եք իրացնում։ Դրա համար եմ ասում, ես շատ լավ։ Չէ, ասեմ ոնց եք իրացնելու կոնկրետ ասեմ։ Մի օրինակ է դա, շատ ես գիտեմ արդյունաբերության մեջ աշխատող փոքր միջին չէ, մեծ բիզնեսներ, որ հնարավորություն ունեն ոչ լիզինգով, ոչ բանով իրանց արդյունությունը դնել Հայաստանում եւ չդրեցին։ Տեսեք, հիմա ասեմ ոնց եք իրացնելու, որովհետև եթե ես բոլորին հավասար հարկը ասեմ կես լինի, ես չեմ կարողանա օգնեմ, օրինակ, որպեսզի արտադրողականները, ամբիցիոզները, մրցունակները, խելացիները գնան հասնեն օրինակ Դուբայ ու փորձեն պայմանագիր կնքել, որտեղ դրա փողը չի լինի, որտեղ դրա փողը չեմ վերցրել։ Էսա փիլիսոփայությունը, որովհետև եթե բոլորին դու տալիս ես 1000 դրամ, այդ բոլորի մի մասը շատ լավ է իրանց գալու անարդար, մի մասն էլ շատ վատ է գալու էլի անարդար։ Մեջտեղում մի քանի հոգուտս թիրախային կպնելու է։ Շատ լավ, ես շնորհակալ եմ, բայց դրա համար տնտեսական քաղաքականությունը օրինակ հարկերով կարգավորելուն ես այդքան կողմնակից չեմ։ Հարկերը կարող քննարկենք, շատ է, քիչ է, բայց պետք է լինի այդ առումով միատեսակ։ Այլ հարց է, որ դու նա ով որ ուզում է արտահանի, նա ով որ ուզում է շատ ստեղծի, նա ով որ ուզում է դառնա ստանդարտին համապատասխանող, նա ով որ ուզում է լինի արտադրողական, դու իրան օգնես։ Շատ լավ, Շանթ ջան, ավարտենք, որովհետև կասես ընդեղ էլի, ես ավարտեմ Շանթ։ Շանթ, մոդելի մասին կասես։ Արաբել եւս իրանց քեշբեք ասում։ Մենք էլ ենք տալիս քեշբեք, հիմա որ Հայաստանից արտահանում են օրինակ Եվրոպական միություն, Մեծ Բրիտանիա, Նորվեգիա, Կանադա, այս ավելացնում են Միացյալ Նահանգներ, տալիս են քեշբեք։ Հայաստանում բազմաթիվ ընկերություններ ամեն օր ինվոյսները, ձեռները գալիս են իրաց քեշբեքը ստանալու։ Շատ լավ։ Միայն արտադրության մեջ։ Ես հասկանում եմ, որ էլի կա հարցեր, պարոն Պապյան, նաև այս պարոն վարչապետն էլ ասացի, որ իրականում այս նաև խոսում դրա մասին, որ շատ չխոսված իհարկե։ Ու դա ես փորձեցի նաև այդ Գրիշեք Ջերմուկում էի ասել պարոն վարչապետին, որ վերջի անգամ ՀՄԾ խորհրդի նիստ վարչապետի մասնակցությամբ եղել է 2018 թվականի հունիսի 29-ին։ Ու Տիկին Կարինեն, որ ասում, ասենք ինքը ասում էր մի դեպքով, որ նամակ էր գրել, ուզում էին հանդիպեն եւ այլն, այսօրվա կառուցվածքով, որ կառավարության ղեկավարն է որոշում ի վերջո ասենք այդ վերջնական որոշումները, ՀՄԾ-ի հետ երկխոսելը ինքը բերում է նաև sense շատ հարցերի կուտակված լինելն է։ Նաև ձեր մասով ես հասկանում եմ, որ հիմա օրինակ սկսել եք մարզային այցեր եւ այլն, բայց այս երկխոսությունը մշտական ու կարևոր է, նաև Շանթի խոսքում այդ կար, եւ Սերգեյ ասեց, եւ մեր մյուս գործընկերները, որ որոշումներ ընդունելիս ազդեցության գնահատում անելը, դա միայն, ասենք հիմա ես ու Պողոսյան Արմանը կարանք կռվենք, որ մեկը ինձ ինչ թիվ է տվել, ես ոնց եմ այդ հաշվել, ինքը ինչ, դա զուտ թվերն է, բայց այդ ազդեցության գնահատումը նաև տեղում, օրինակ Շանթի առանձնահատկությունը նայել իր արտադրությունը, պարոն Խաչիկը չհասցրեց խոսել իր արտադրությունը, որոնք ցավոք սրտի այդ թվերը ոնց որ թե երկուսից մոտ նույնն էին, որ արտադրողները գիտեք, ՓՄԶ-ին ընդհանրել 11%-ն են, էլի փոքրամասնություն են իրանք ու իրականում կարիք ունեն, բայց ես ընդհանրապես մեկն եմ ասում։ Այնուամենայնիվ շատ շնորհակալ եմ ձեր ժամանակի համար,
հույսով եմ ասում էլի առիթներ կունենանք երկխոսելու ու նաև մյուս քաղաքական ուժերը տեսնենք իրենք ոնց են հաստատում իրենց մասնակցությունը, որտեղ շատ կարևոր է նաև նրանցից լսել խոստումներն ու հիմնավորվածությունը, ու այս ամեն ինչը մենք արձանագրում ենք, որովհետև ով էլ կա իշխանության, ես հետո ասենք դուք ես եք խոստացել, ես եք արել ու ինչա ստացել։ Այսքանը շատ շնորհակալ եմ։